50 տարեկան հասնելուն պես շատ կանայք և տղամարդիկ նկատում են, որ իրենց գիշերային հանգստի որակը էականորեն փոխվել է։ Գիշերը հաճախ վերածվում է հանկարծակի արթնությունների ցիկլի, հաճախակի զուգարան գնալու անհրաժեշտության, ուղեկցվում է անհանգիստ մտքերով և առավոտյան թողնում է կոտրված, հյուծված զգացողություն։ Այս երևույթը սխալմամբ ընկալվում է որպես ծերացման անխուսափելի հետևանք, սակայն իրականում դա այդպես չէ։ Տարիքը ընդամենը պայմանականություն է։ Մեր օրգանիզմն ունի վերականգնման ունակություն և կարող է գիշերը արդյունավետ աշխատել մեր օգտին, եթե մենք ապահովենք նրան անհրաժեշտ աջակցությամբ։ Հաճախակի գիշերային արթնությունների և միզարձակման հաճախության իրական պատճառը ոչ միայն միզապարկի հետ կապված խնդիրներն են։ Իրականում գործընթացը սկսվում է բորբոքային պրոցեսներից։ Թեթև քրոնիկ բորբոքումը աստիճանաբար խախտում է երիկամների նորմալ ֆունկցիան, առնանդամի պրոստատայի աշխատանքը տղամարդկանց մոտ և կանանց մոտ հորմոնալ ֆոնի կայունությունը։ Դրան գումարվում են առօրյա սթրեսը, կոֆեինի օգտագործումը, քնելուց առաջ ծանր և արագ սնունդը։ Արդյունքում մարդը զրկվում է լիարժեք հանգստանալու հնարավորությունից։ Ուղեղը չի ստանում անհրաժեշտ հանգիստ։ Մելատոնին հորմոնի արտադրությունը խախտվում է, իսկ նյարդային համակարգը մնում է լարված վիճակում։ Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ գոյություն ունեն պարզ բնական միջոցներ, որոնք կարող են վերականգնել առողջ գիշերային քունը։ Սրանք ոչ դեղատան հաբեր են, ոչ սինթետիկ դեղամիջոցներ, այլ այն, ինչ դարեր շարունակ կիրառվել է արևելյան ավանդական բժշկության մեջ և որի արդյունավետությունը մինչ օրս հաստատվում է ժամանակակից գիտական տվյալներով։ Այսօր ձեզ կներկայացնեմ 3 համեմունքներ, որոնք քնելուց առաջ ծամելու կամ օգտագործելու դեպքում մեղմ, բայց խոր ազդեցություն են ունենում։ Օրգանիզմը հանգստանում է, բորբոքման մակարդակը նվազում է և ձեզ վերադառնում է լիարժեք գիշերային հանգիստը։ Առաջին համեմունքը՝ կուրկումա։ Կուրկուման արժանիորեն համարվում է երկարակեցության ոսկե համեմունք։ Նրա ակտիվ գործող նյութը կուրկումինը հայտնի է իր հզոր հակաբորբոքային ազդեցությամբ։ Այն նպաստում է արյունատարանոթների մաքրմանը, բարելավում է արյան շրջանառությունը և օգնում է լյարդին ու երիկամներին աշխատել առանց կերբեռնվածության։ Շատ կարևոր է, որ նա նվազեցնում է միզապարկի պատերի գրգռվածությունը և հանում է հյուսվածքների այդուցը, ինչի շնորհիվ գիշերային միզարձակման անհրաժեշտությունը դառնում է ավելի քիչ հաճախակի։ Այն նաև կարգավորում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, ինչը բացառում է գիշերը կեսգիշերին արթնանալը, պայմանավորված էներգիայի կտրուկ տատանումներով։ Ինչպես կիրառել։ Քնելուց առաջ կարելի է վերցնել մի պտղունց և խառնել տաք կաթի հետ, կամ պարզապես մի գդալ բնական մեղրի հետ։ Որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս ծամել թարմ արմատի փոքրիկ կտոր։ Արդեն առաջին շաբաթվա ընթացքում կզգաք, որ ձեր քունն ավելի խորն է դարձել, իսկ գիշերային զուգարան գնալը հազվադեպ։ Երկրորդ համեմունքը՝ կարդամոն։ Կարդամոնը ոչ միայն բուրավետ համեմունք է, այն ունի մեղմ, միզամուղ և սպազմոլիտիկ ազդեցություն։ Սա նշանակում է, որ այն օգնում է միզապարկի մկաններին հանգստանալ, հանելով ներքին լարվածությունն ու սպազմերը, որոնք հաճախակի գիշերային արթնությունների պատճառն են։ Բացի այդ, կարդամոնը մաքրում է շնչուղիները, նվազեցնում է անհանգստությունն ու սթրեսը։ Նրա բնական բույրը բարենպաստ ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա, հանգստացնելով և նպաստելով բնական քնի մեջ ընկղմվելուն։ Ինչպես ընդունել։ Քնելուց առաջ բավական է ծամել ընդամենը 1 հատիկ կարդամոն։ Նրա համը թեթևակի սուր է, բայց հետո մնում է հաճելի մաքրության և թարմության զգացողություն։ Շատերը նախընտրում են կարդամոնը ավելացնել տաք ջրի մեջ մեղրով։ Սա իդեալական երեկոյան խմիչք է նրանց համար, ովքեր ձգտում են անընդհատ քնի։ 5-7 օր հետո կնկատեք, որ ձեր մարմինն ավելի հանգիստ է, շնչառությունն ավելի հավասար, իսկ առավոտները ավելի թարմացած։ Երրորդ համեմունքը՝ դարչին։ Դարչինը ոչ միայն նուրբ համ ունի, այլև հզոր բուժիչ միջոց է։ Այն կարգավորում է շաքարի մակարդակը, բարելավում է արյան շրջանառությունը, տաքացնող ազդեցություն ունի ներքին օրգանների վրա և արդյունավետորեն հանում է բորբոքումները։ Նրանց համար, ովքեր հաճախ են արթնանում գիշերը, դարչինը հանդես է գալիս որպես բնական կայունացնող։ Այն բարելավում է միզապարկի աշխատանքը, նվազեցնելով լորձաթաղանթների գրգռվածությունը և նպաստելով ամուր քնին, մկանների թուլացման շնորհիվ։ Բացի այդ, կարդամոնը խթանում է սերոտոնինի արտադրությունը, հանգստի և ուրախության հորմոնի։ Ինչպես ընդունել։ Կես թեյի գթալ դարչին կարելի է խառնել տաք կաթի կամ վարսակի խմիչքի հետ քնելուց առաջ։ Էֆեկտը կարելի է ուժեղացնել, ավելացնելով մի քիչ մեղր և մի պտղունց կուրկումա։ Այսպիսի խմիչքը հաճախ անվանում են ոսկե քուն։ Այն օգնում է մեղմորեն քնել և արթնանալ առանց մարմնում ծանրության զգացողության։ Եթե սկսեք աջակցել ձեր օրգանիզմին բնական մեթոդներով, այն անպայման կպատասխանի ձեզ վիճակի բարելավմամբ։ Կարճ ժամանակ անց կզգաք հանգստություն, թեթևություն և վստահություն, որ ձեր մարմինը կրկին լիովին ձեր վերահսկողության տակ է։ Քունն ավելի խորն է դառնում, գիշերներն ավելի երկար, իսկ զուգարան գնալը հազվադեպ բացառություն։
Պետք չէ փնտրել բարդ ու թանկարժեք լուծումներ։ Երբեմն բավական է վերադառնալ այն պարզ գիտելիքներին, որոնք ունեին մեր նախնիները։ Փորձեք առնվազն մեկը այս համեմունքներից քնելուց առաջ եւ անձամբ կհամոզվեք բնության իմաստության մեջ։ Խնդրում եմ կիսվեք այս տեսանյութով ձեր մերձավորների հետ, որպեսզի նրանք էլ իմանան։ 50-ից հետո առողջ եւ հանգիստ քունը ոչ թե անհասանելի երազանք է, այլ բացարձակապես իրական հնարավորություն։